Այնինչ այս պահին տեղի ունենում Գյումրի քաղաքում ոչ տերոր է, ոչ քաղաքական հետապնդում է, սա սովորական խուժանություն է, սովորական խուլիգանություն է։ Նիկոլը ով է տերորը անի։ Այդ անձնավորությունը ով է տերորը անի։ Տերոր տարբեր երկրներում եղել տարբեր ժամանակներում։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն գոյություն չունի, ինչպես կարող է ինչ-որ մեկը լինել քաղաքական հետապնդման զոհ։ Մի խումբ մարդիկ տարիներ շարունակ զավթելով իշխանությունը իրականացնում են խուժանություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց հարմար չեն։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում օպոզիցիոն գործիչների նկատմամբ։ Ով իրենց հարմար չի, ձերբակալում են, գաղտնալսում են, փակում են, ով իրենց հարմար է, զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնները եւ այսօր դրա հերթական ակտերից մեկն է ձերբակալվում է Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ինչի համար, որովհետեւ Վարդան Ղուկասյանը հանդես է գալիս հակաիշխանական հայտարարություններով եւ չի ենթարկվում, հələ այդ հայտարարությունները դնենք մի կողմ։ Վարդան Ղուկասյանը չի ենթարկվում այս իշխանություններին։ Հետևաբար պետք է ձերբակալել։ Սա ինչ է, սա խուլիգանություն է։ Եվ այսօր, երբ ես նայում էի այդ շոուին, ինչը իրականացվում է, այս այդտեղ Նիկոլ Փաշինյանին չտեսա։ Տարբեր մարդկանց տեսա դիմակներով բան, այնտեղ Նիկոլ Փաշինյանը չկար, ճիշտ է, դեմքերը փակ է, բայց երևում է, որ Նիկոլ Փաշինյանը այդտեղ չէ։ Այսինքն հրամանը տալիս է Նիկոլ Փաշինյանը, հրամանը դուք էլ մի կատարեք։ Հրամանը տալիս է Նիկոլ Փաշինյանը, որ այս մարդը պիտի ձերբակալվի, դուք էլ մի կատարեք այդ հրամանը։ Շատ դեպքերում ասում են, բա ինչ անեք, մի կատարեք հրամանը։ Ապօրինի հրաման է իջեցվում, այդ ապօրինի հրամանը մի կատարեք։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ներքին զորքերի աշխատակիցներ, եթե ապօրինի հրամանա ձեզ տրվում, այս մարդուն փագեք, այս մարդուն բաց թողեք, այս մարդու եսիմ ինչ արեք, պոլերին պարտքեցրեք, մի կատարեք ընդամենը ձեզ հրաման։ Այդ հրամանը ձեզ դրա համար չեն դատի։ Ապօրինի հրահանգ է գալիս, այս մարդուն պետք է ձերբակալել, այս մարդուն պետք է կալանքի սանկցիա տալ։ Դատավորներ ինչու եք կատարում այդ հրամանը, մի կատարեք։ Գրեք դուրս եկեք։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում հասկացանք, գլխին կանգնած են մի քանի հոգի, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Բայց կատարողները մեր բարեկամներն են, մեր ընկերներն են, մեր հարևաններն են։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որն իրականացնում է այս ամենը, ենթարկվում է ուղիղ վարչապետին կառավարությանը, իսկ կառավարությունը ուղիղ գտնվում է ազգային ժողովի վերահսկողության տակ։ Յուրաքանչյուր մեկ պատգամավոր ունի անհատական պատասխանատվություն տեղի ունեցածում։ Արքեպիսկոպոսի գլխին սարքեցին։ Դուք ունեք անհատական պատասխանատվություն տեղի ունեցածում, որովհետև ձեր վերահսկողության տակ գործող մարմինն է իրականացնում այս ամենը։ Չեք կարող իրականացնել ձեր պատգամավորական գործունեությունը, դրեք մանդատը, դուրս եկեք։ Մինչև ժողովրդին դիմելը, որ ժողովուրդը դուրս գա փողոց, թող ամեն մի պատկան մարմնի ներկայացուցիչ իրականացնի օրենքով սահմանված իր լիազորությունները, սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունները։ Եթե չի կարողանում, թող դնի վայր դուրս գա մանդատը, թող գրի դիմումը դուրս գա։ Ահա ամենակարճ ճանապարհը այս ռեժիմից ազատվելու ամենակարճ ճանապարհը, բայց դա չի արվում։ Ոչ միայն չի արվում։ Ազգային ժողովի պատգամավորներ կա, ում եղբայրը, ում անդերձակը միջև վերջերս աշխատում են ազգային անվտանգության ծառայությունում, ժողովուրդ։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, կոլեկտիվ ձևով է տեղի ունենում։ Ես չեմ ասում արեք հերոսություն, ես ընդհանրապես ասում եմ, մի արեք սրիկայություն, մի արեք ստորություն, եթե ընդհանրապես մեկ շաբաթ դատավորը իրականացնի իր լիազորությունները ամբողջապես, պատգամավորը իրականացնի իր լիազորությունները ամբողջապես, քննիչները, այս հարցը կփակվի, այս ռեժիմը կջախջախվի եւ դուրս կշպրտվի հայ ազգի հանրային կյանքից, հայ ազգի հասարակական կյանքից։ Եվ ես հերթական անգամ կոչով դիմում եմ
դատավորներից մինչև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Նիկոլ Փաշինյանին դիմելու իմաստ այլևս չկա, այս մարդը անցել է բոլոր կարմիր գծերը, իմաստ այլևս չկա, մի արեք հերոսություն, ընդամենը արեք, ոչ թե հերոսություն արեք, այլ ընդամենը մի արեք սրիկայություն, ձեզանից միայն դա է պահանջում, մի արեք սրիկայություն, այն ինչ դուք անում եք վաղը մյուսօր այդ կադրերը դնելու են ձեր բարեկամների դեմը, ձեր երեխաների դեմը, ասելու են ճիշտ է, այստեղ փակ է, մարդու դեմքը փակ է, բայց դատելով իր կազմվածքից սա քո հերն է, սա քո պապն է, սա քո եղբայրն է։ Այս ամենի մասին հետագայում բազմաթիվ տեսանյութեր են լինելու, դնելու են ձեր դեմը, ձեր բարեկամների դեմը, դուք չեք կարողանալու մարսել, այն ինչ անում եք դուք չեք կարողանալու մարսել։ Հա կա օրենք, օրենքի առաջ բոլորը պիտի լինեն հավասար, թող լինեն հավասար։ Բայց այն ինչ դուք անում եք օրենքի հետ կապ չունի, իրավունքի հետ կապ չունի, սա սովորական խուլիգանություն է, սովորական խուժանություն է։ Ես ձեր տիրոջ մերը